Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը, ինչպես նշում է իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Թե առանձին մարդկանց կարող է, Հայաստանի չէ։ Ինչպես են նման հայտարարություն անում։ Ով անում։ Դե իրանց հարց տվեք, ես պատասխանեցի։ Առանձին անձանց կլինի, կտան երաշխիք։ Պարոն Հարությունյան, ոնց որ եղել է ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞։ Բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացել։ Նույնը հիմա է։ Չի կարող լինել պետությունը, որի հետ դու ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա է դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքերը կանգնած են սահմանում, երբ որ տարածքային պահանջներ կա քո հանդեպ, իսկ դա ըստ ռազմական գիտության, որը կոչվում է անվտանգություն, կոչվում է անմիջական ռազմական սպառնալիք։ Պարոն Հարությունյան, ընտրություններից հետո այդ լարվածությունը ինչի կարող է հանգեցնել երկկողմ հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը ընտրություններից հետո նոր ինչ-որ էտապներ կանխատեսում եք։ Իհարկե կանխատեսում եմ, ընտրությունից հետո կախված թե ընտրությունները ոնց կանցնեն, ինչ ուժեր կլինեն, ինչ քաղաքականություն կշարունակվի, իսկ դուք, ես ձեզ ասեմ, իմ փորձից ընտրություններից առաջ ամեն մի պետության քաղաքական էլիտան կողմնորոշվում է, դա շատ իհարկե ես չեմ ընդունում, բայց տենց է, թե ինչպիսի անել, ում պետության հետ ինչ պետության հետ հարաբերությունները ավելի սերտացնել կամ կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի հաղթանակ տանեն։ Դի ժամանակավորը նույնը Ուկրաինայի հետ է եղել, ես դրա ականատեսն եմ, երբ որ ընտրություններից առաջ գալիս էին Ռուսաստան, խնդրում էին գազի գնի իջեցում, երդում էին տալիս, որ իրանք պրոռուսական գիզ են տանում, հետո գնում էին հաղթանակը տանում էին ընտրությունների ժամանակ։ Նույնը կարծում եք մերոք են անում այս իշխանությունը։ Չեմ կարող, ես ասում եմ, ինչ որ կարող է լինի։ Դուք եք կարծում, որ